ես իր ասելու բան ունեմ, եկել եմ իր դեմքին ասեմ, որից հետո առհասարակ տեղի ունեցածը չխառնենք հանրային քննարկման հետ։ Մեկը մյուսը ոչ մի հանրական խնդիր չեն քննարկում, հանրային քննարկումը, խնդրում եմ դահլիճ մտեք, այնտեղ մնացածը որոշեք տեղում։ դուրս չի գա։ Դահլիճ չի գա։ Ինչի համար։ Բան ունեմ ասել։ Ես էլ քեզ բան ունեմ ասելու, բայց առանց կամերայի հետո, արի։ Առանց կամերայի հետո։ Լավ, հետո այդ որ դու փորձում ես վիրավորես մարդկանց, պատասխան տաս դրա համար։ Ես շենքի բոլոր տեղերին ես վիրավորել։ Մունատ չգաք, մունատ չտոն մի բարձացեք, ես ձեր հետ հանգիստ եմ խոսում։ Արի հանրային քննարկումը ասենք հետո իրար հետ խոսանք առանց կամերա եղավ։ Պատրաստ եմ։ Դու լավ տղա ես։ Լավ տղեն դու չես։ Արա հանգիստ Տիկին Ալավերդյան, այսօր նոր Նորքի թաղապետարանում թաղապետարանի աշխատակիցները եւ հենց թաղապետը ծեծի են ենթարկել ուղիղ եթերում տեսախցիկների առաջ խաղաղակտիվիստի։ Չնայած կադրերից երևում է, որ հենց թաղապետարանի աշխատակիցներ են հրահրել, բայց այնուամենայնիվ նույնիսկ եթե ակտիվիստի մեղավորությունը լիներ, նորմալ է, որ այսուհետ Հայաստանում հարցերը լուծվում են ոչ թե իրավապահ համակարգի միջոցով, այլ ծեծ ու ջարդի միջոցով։ Շնորհակալություն հարցի համար։ Ես մի քանի անգամ եւ դեռ վաղուց ասել եմ, որ Հայաստանը զավթված է ներսից։ Մենք փաստորեն այն ինչ որ կոչում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություն, այդ իշխանությունը իրեն պահում է ինչպես օտար երկրյա զավթիչ։ Եվ դա արտահայտվում է ամենատարբեր ձևերով։ Սկզբից կարծես թե ոչ այդքան աչքի ընկնող ձևերով, բայց եւ բերլուսաբանները եւ մարդու իրավունքների պաշտպանները բազմիցս են նշել, որ այն ինչ որ տեղի ունենում Հայաստանում աննախադեպ է։ Այսինքն մենք ունեցել ենք միշտ այս կամ այն թերությունները, այո, մենք իրավական երկիր դառնալու դեռ շատ երկար ճանապարհ ունենք, բայց մենք տեսնում ենք, որ ինչ որ պահից սկսված ոչ թե մենք գնում ենք այդ ճանապարհով, այլ խիստ հակառակը։ Սա ոչ միայն հետընթաց է, այլ տապալում է։ Պարզապես այնպիսի բաներ, որոնք որ դժվար է միջև անգամ ենթադրել, կերացնել։ Այս առումով ես դատապարտում եմ անշուշտ այդ իրենց օտար երկրի զավթիչի նման պահող այդ խմբին եւ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ դա ոչ միայն հայ տղամարդու, այլ ընդհանրապես տղամարդուն խայտարակ անող ծեծվածք է, երբ որ մի խումբ ընկնում է եւ ծեծում է մեկ մարդուն։ Դա ողմակային դրսևորում է։ Տիկին Ալավերդյան, նաև դեպքից հետո ոչ թե ծեծողներին են բերման ենթարկել իրավապահները, այլ հենց տուժողին։ Սա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ այդ իրավապահները ծառայում են ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պաշտպանելու համար, այլ ծառայում են այդ օտար երկրյա զավթիչի օրինակով իրենց պահող իշխանություններին, իշխանության ներկայացուցիչներին։ Դա շատ ծանր բան եմ ասում, ես բայց հավատացեք, ոչ թե ասում եմ, որովհետև կարծում եմ, որ սա վերջն է, այլ խիստ հակառակը։ Մենք բոլոր հնարավորությունները փոխելու այս ընթացքը եւ դառնալու գոնե համեստ, բայց ինչ որ քայլեր անել դեպի իրավական պետություն կայացնելը, ես միջև անգամ ազգային, եթե տեսնում եք, չեմ ասում։ Ես ասում եմ իրավական պետություն, որովհետև տվյալ դեպքում, ինչու եմ ասում զավթիչի կեցվածքով, որովհետև զավթիչներն են արհամարում ցանկացած օրենք եւ նոր այն պետության մեջ, որը իրենք զավթել են։ Արտուրը, ուր եք տանում։ Սրանք խուլիկաներ են, ոստիկանություն եմ գնում, գլուխս պտտվում է։ Հարցակվել են, սրանք խուլիկանի թալանչի պիղծ իշխանությունն է, քաղաքապետի գլխավորությամբ։ Բոլորը արձանագրեք, հիվանդանոց են գնում ենք, որ հիվանդանոց են գնում։
Արնազեղում այո, ձերբակալ հասնենք Այո, նոր Հայաստանում ուժովը դառնում է մեղադրյալ։ այս այլնում խափում, այսեն շինթույլտվություններ են տալի։ Այսինքն կարող է վերջում պարզվի դուք եք մեղավոր ձեր։ Վերջում չեն բացառում։ Տեսանյութերով, այո։ Ձեր դեմ։ Դուք հիմա ձեր բակալված կաք։ Այո, Բարձրացեք, ոտս մի փոքր խուլիգանություն կատարելու Քաղաքապետը ձերբակալված չէ, նա ասեց սովածն գնում են հաշվի։ Քաղաքապետին ծերվելու ասել նորմալ է, ակնհայտ ցակած կասկածով ոչ իման չեն անելու։ Քաղաքապետը ակնհայտ ծերվում է։ Ըստ տեսախցիկների։ Այս բային բան չկա։ Մի վարքյան թողեք դեպքը նկարեք։